Կարող է թվալ, որ այն ընդամենը աշխատանք գտնելու հարթակ է, բայց փորձը ցույց է տալիս, որ այն շատ ավելին է։ Բարև ձեզ եւ բարի գալուստ Python podcast։ Ես ձեր հաղորդավար Python եմ։ Այսօր մենք խոսում ենք LinkedIn-ի մասին եւ թե ինչպես է այն կարող նպաստել ձեր կարիերայի աճին։ Փորձել եք երբևէ ինքներդ ձեզ որոնել Google-ում։ Ինչ է հայտնվում։ Ուժեղ LinkedIn պրոֆիլով դուք կարող եք վերահսկել ձեր առցանց ներկայությունը եւ համոզվել, որ հնարավոր գործատուները տեսնում են ձեր լավագույն եսը։ Եկեք խոսենք, թե ինչպես ստեղծել արդյունավետ LinkedIn հաշիվ, պրոֆիլ։ Առաջին տպավորությունն ամենակարևորն է։ Այդ պատճառով ձեր պրոֆիլի լուսանկարը վճռորոշ է։ Բացառեք անորակ սելֆիները եւ օգտագործեք պրոֆեսիոնալ դիմանկար, պարզ ֆոն, լավ լուսավորություն։ Այն պետք է արտացոլի վստահություն եւ հասանելիություն։ Հաջորդը անմիջապես ձեր անվան կողքը երևացող համառոտ տեղեկությունն է։ Մի սահմանափակվեք միայն ձեր պաշտոնով։ Օգտագործեք բանալի բառեր, որոնք ընդգծում են ձեր հմտությունները եւ փորձը։ Օրինակ, մարքեթինգի մենեջերի փոխարեն գրեք փաստահեն մարքեթինգի մենեջեր, SEO փորձագետ, ռազմավարություն մշակող։ Սա կօգնի, որ ռեկրուտերները ձեզ գտնեն հատուկ հմտությունների որոնման ժամանակ։ Եկեք խոսենք about բաժնի մասին կամ ձեր համառոտ նկարագրության։ Սա ձեր հնարավորությունն է պատմելու ձեր պատմությունը եւ ցույց տալու ձեր անհատականությունը։ Պարզապես մի թվարկեք ձեր հաջողությունները, ներկայացրեք դրանք պատմության տեսքով, կիսվեք ձեր նպատակներով եւ առանձնահատկություններով։ Սա նման է վերելակում ծանոթության ժամանակ ձեր խոսքին։ Հաշված վայրկյանների ընթացքում դուք պետք է գրավեք դիմացինի ուշադրությունը։ Մյուս կարևոր տարրը ձեր փորձը։ Մի սահմանափակվեք միայն պաշտոններով եւ պարտականություններով։ Ընդգծեք ձեր ձեռքբերումները եւ նշեք թվային արդյունքներ։ Արդյոք վաճառքները 20%-ով աճեցին, թե արդիականացրեցիք մի գործընթաց, որի շնորհիվ ընկերությունը գումար խնայեց։ Սրանք են այն փաստերը, որոնք տպավորություն են թողնում գործատուների վրա։ Մի մոռացեք նաեւ հմտությունների եւ երաշխավորագրերի մասին։ Թվարկեք ձեր համապատասխան հմտությունները եւ խնդրեք գործընկերներին հաստատել դրանք։ Սա վստահություն է հաղորդում ձեր պրոֆիլին եւ ցույց է տալիս, որ մյուսները գնահատում են ձեր փորձը։ Լրացուցիչ տեղեկության համար այցելեք Python հավելվածը եւ լսեք մեր ոդքասթները։ Ինչպես միշտ նոր բան սովորելով նոր հնարավորություններ ենք բացահայտում։ Ձեզ հետ Python-ներ, կհանդիպենք հաջորդ անգամ։